Ազո խոսքեմ պիտի ընթերցեմ երկրորդ Դիմոթեոս, երկրորդ գլուխին 19-22 համարներն։ Այս հատվածը Սրբազան Պողոս առաքյալ գրե իր հոգեհարազատ Դիմոթեոսին։ Լսենք գադարյալ հավատքով։ Բայց Աստուծո հաստատ հիմը կմնա ու այս գնիքը ունի, դերը կջանչնա զանոնք, որ իրն են, և անիրավութենե մեկտի թող հերանան բոլոր անոնք, որոնք Քրիստոսի կպատկանին։ Մեծ դունիմը մեջ ոչ միայն ոսկի է ու արձատե ամաններ կան, այլ նաև փայդե և հողե ամաններ ալգան, ոմանք բադիվի համար են, իսկ ոմանք անարքանքի համար։ Ուստի եթե մեկը իր անձը այս անարք բաներեն մաքրե, անիկա բադվական անոթ մը պիտի ալլա սրբված, իր դերոջը պիտանի և ամեն բարի գործի համար պատրաստված։ Երիտասարդական ցանկություններեն փախիր և հետապնդե արդարությունը, հավատքը, սերը և խաղաղությունը, անոնց հետ, որոնք մաքուր սրտով դերը կգանչեն։ Այս վերջին շրջանին հատկապես ընդհանրապես 2026 տարին մենք բոլորս հափշտակված ենք նյութովը Հայաստանյաց ավետարանական եկեղեցիի ծնունդի և կամ հիմնադրության 180 ամյակ։ Չեմ գիտեր, բավական լսեցինք, չէ՞ այս թիվին մասին, այս խորհրդին մասին, այս նյութին մասին։ Ինչ որտեղ մեզի մտածել գուտա, որ արդյոք մենք այսօր 180 ամյակ պատկանող եկեղեցիի մեկ անբաժան մասն ենք, այլ խոսքով եկեղեցիի պատմությունը կարևոր է, շատ կարևոր է և հավանաբար այդքան հեշտ չէ թեպի անցյալ ու յետև նայենք, ինչ որ մեզ բոլորս հպարտությամբ կլեցնե, որովհետև այնտեղ կա հարուստ պատմություն, հարուստ անցյալ, մենք կհիշենք մեր հիմնադիրները, մենք կհիշենք այդտեղ նվիրյալ ծառայողները, մենք կհիշենք անոնց զոհությունները, մենք անոնց հավատքը, անոնց վայելած օրհնությունները, որոնցով Աստված ամբողջ ժողովուրդը առաջնորդեց։ Այնտեղ կար գրագը, այնտեղ կար Սուրբ Հոգին ներքործությունը, այնտեղ կար խիղճը, որ հպատակված էր Աստուծո քերակա խոսքին ճշմարտության։ Եվ այնտեղ այդ նվիրյալները 180 տարիներ առաջ, երբ ամբողջովին նվիրվեցան Աստուծո խոսքին, արդյոք անոնք կրծած էին տեսնել, թե քալիքը ինչ պիտի ալլա իրենց համար, անոնք արդյոք կրծած էին տեսնել ցեղասպանությունը մի քանի տասնյակ տարիների հետ, արդյոք անոնք կրծած էին տեսնել հսկայական դարակրությունը հայ ժողովրդի, եւ այս մեզ մեր հիշողության հետ յետ կտանի եւ նաեւ մտածել գուտա, թե արդյոք մենք պայմանավորված հավատք գծեվագերբենք, թե ոչ մենք ընդհանրապես հանցնվիլ է մեր գադարածը եւ մեր գադարելիքը, որովհետեւ ժողովուրդը պետք է հիշե իր անցյալը, այո, եթե չհիշե իր արմատները մորնա, անիկա երկար չի կրնար իր ինքնությունը պահել, բայց պատմությունը ինքնին արդյոք ապահովություն է, եթե լավ պատմություն ունենք, եթե լավ անցյալ ունենք, եթե հսկայական եկեղեցիներ եւ բազմաթիվ առաքելություններ եւ ծառայություններ ցեվագերված ենք, ուրեմն մենք լավ ենք, ուրեմն մենք ապահով կմնանք եւ մեր ինքնությունը բահբանած կլանք, արդյոք այդպես է, արդյոք Աստված գրնա նաեւ այսօրվան սերունդին մեջ նոր հոգի եւ նոր շունչ փչե Եվ այսօրվան սերունդին հանցնեն նոր բարդականություն, նոր հանցնարություններ, որքանալ մենք ունենանք հարուստ պատմություն, այդ պատմությունը մեզ չի փրկեր այսօր։ Այդ պատմությունը ինքնին գրնա մեզի համար ըլլալ որպես ներշնչարան, բայց մենք այսօր գադարելիք ունենք, ինչ տեսակ մարդիկ պիտի ըլլանք, ինչպիսի դղակ ու աղջիկներ պիտի ըլլանք, Աստուծո ցերքերուն մեջ որբեսի դերը կարենա դարձյալ 180 տարի հետ մեզ կործածել իր փառքին համար։ Սիրելիներ, հարցումը այն չէ, որ Պողոս առաքյալ արդյոք ինչպիսի հարցերով գտիմե Դիմոթեոսին, բայց մենք կնկատենք այն խոսքերը, որ կյանքի
ամենադժվար օրերուն մասին էր, երբ որ առաքյալը այլևս ճագերտված ձերացած էր, երիտասարդ չէր, անիգա հռոմի փանդին մեջներ եւ ազատ չէր, անիգա իր Թադաստանը կսպասեր եւ նաեւ իր աչքերով դիտված իր նահատակությունը մոտ էր իր աչքով դիտված։ Արդակին հալածանքները կշարունակվեին, բայց ավելի վտանգավոր բանը եկեղեցի մտածեր։ Անիգա գտեսներ, որ արդեն ներքին շեղումները սկսած էր այդ օր եկեղեցիին մեջ։ Գեղձ ուսուցիչներ եկած էին, խառնագություններ սկսած էր ցև առնել, եթե մարդկային աչքերով նայենք, ամեն ինչ պատճառ էր, որ Պողոս առաքյալ հուսահատեր, որովհետև իր շուրջը գտնվող գացությունը այդքան նախանցելի չէ։ Շագերտներ բանանք այստեղ, մեր շուրջը գտնվող պայմանները արդյոք նախանցելի են այսօր։ Չեմ գիտեր Հայաստանի մեջ, Սփյուռքի մեջ, Սուրիո մեջ, Լիբանանի մեջ եւ այլուր հավանաբար պիտի տեսնենք, որ դարձյալ ներքին ճնշումներ, ներքին խառնագություններ եւ անաբահով գացություններ կան։ Եթե մարդկային աչքերով նայենք, մենք ամեն պատճառ ունենք այսօր եւս հուսահատելու։ Բայց սիրելիներ, ամենակարևորը գիտեք ինչ է, Պողոս առաքյալ Տիմոթեոսի գսե փայծ փարով զատված, գսե փայծ Աստուծո հաստատ հիմը գմնա։ Որ մեր յետքը գխոսի ինքը երկու գնիկներու մասին։ Ուրեմն շատ կարևոր է Աստուծո հաստատ հիմը։ Այս մեկ նախատասությունը գփոխե, որովհետև մարդիկ գրնան փոխվիլ, սերունդներ գրնան ցախողիլ, ծառայողներ գրնան ընկրկիլ, բայց մենք պիտի գիտնանք, որ հիմը եկեղեցին ինչն է։ Եկեղեցին հիմը հաստատ է, եւ եթե եկեղեցին հիմը գանքուն է, որովհետև Աստված հավատարիմ է իր ուխտին մեջ, ուրեմն մենք եկեղեցիով չմտահոգվենք, մենք եկեղեցին քոյությամբ չհապշտակվենք, եւ մենք չգարձենք մեր ջարբիկ ծևերով, մեր զորավոր ռազմավարությունով, մեր ունեցած կարողություններով, ոսկի կործածելով, արծաթ կործածելով, փայդը անդեսելով եւ այլ բիտանի ոչ թանկարժեք ներկայություններ երկրորդ լուսանցկային կարևորությամբ դիտելով մենք Աստծո եկեղեցին կշինենք, մենք Աստծո եկեղեցին կբահբանենք։ Քավլիցի այդպես չէ, ամենակարևորը ան է, որ Աստված ինք հաստատ կբահե իր եկեղեցին։ Ու եթե այստեղ մենք պիտի տեսնենք, որ Աստված հաստատ կբահե եկեղեցին, այդ բարակային մենք պիտի կարենանք տեսնել, որ այդ հիմքը Աստուծո Դեր Հիսուս Քրիստոսի փրկագործությունն է, անոր համար հաստատ է։ Եվ Քրիստոսի փրկագործությունը բոլոր ժամանակներում մեջ իրական է, երեք այսօր եւ հավիտյան, եւ եթե անոր եկեղեցին մեջ գա, ուրեմն այսօր պիտի տեսնենք, որ նաեւ աշխարհը մեզ շրջապատած է։ Եթե աշխարհը շրջապատված է, ուրեմն այսօր արժեքները կփոխվին։ Եվ այսօր կտեսնենք, որ ընտանիքի բռնումները կփոխվին։ Ճշմարտությունները շատերուն համար այլևս գարձիկ կթվի։ Գիտեք, ճշմարտության համար գսեն, ես կգարձեմ, որ ինչ կարևոր է, ինչ կգարձես։ Ճշմարտությունը ճշմարտություն է, եւ գարձիկը գարձիկ է։ Մեր երիտասարդները այսօր ունին նոր հարցումներ, այսօր ունին նոր իրականություններ։ Թվայնացած աշխարհը բացված է digital world։ Մեր երիտասարդներուն շուրջ եւ անոնց կյանքին մեջ եւ մենք կտեսնենք, որ հազարավոր դեղեցություններ կան բոլոր երիտասարդներունքով եւ իրենց հեռախոսներով կգարձեն, որ ամենքը ամենուն հետ կապված են եւ ցեզի իսեմ այսօր ամենամիայնակ զգացումը այսօրվան երիտասարդները գաբրին կգարձեն, որ կապված են, բայց անոնք միայնակ են։ Սիրելիներ, այսօր եկեղեցու նկատմամբ նաեւ գա հսկայական անդարբերություն եւ եկեղեցին մեջ նաեւ մարդեր կան, որոնք կսեն ինչ է աբական մեզի համար բահած, արդյոք քալի քորերը ինչ պիտի ելան։ Մենք այս հարցումը շատ կհարցնենք բادرազմի երկիրներուն մեջ։ Ներկան ապրինք եւ քալի քորերը արդյոք մեզի լավ օրեր պիտի փերե եւ ասոր մեջ սխալ եբիգուրյան փիլիսոփայությունը նաեւ գմտնեսելով վայելե օրը դաբրիր ապահովությունը երաշխավորված է,
բայց քալիքը Աստծո ցերկերուն մեջն է մնա անդարբեր ուրեմն այս անդարբեր ապրելու քաղաքականությունը ամեն մեկ երդասարտը գլանած է վերջին տարիներուն պիտի տեսնենք բազմիցս խորհրդածություններ կատարված են այս նյութերուն հետ կապված մանավանդ երբ որ Բողոս Արաքյալը գարնենք որպես օրինակ եւ գսենք անիկա փանդի մեջ էր բայց փանդին մեջ են գքրեր փանդին մեջ են գորթորեր փանդին մեջ են շղթայներով կապված անիկա գչալեր բոլոր հավատացյալները զանազան դեղեր են երբ որ անիկա փանդեն գքրեր այսօր պիտի տեսնենք որ փանդը միայն քարաշեն փանդերը չեն այսօր մեր սերունդը ունի իր փանդը եւ մենք ունենք մեր փանդերը ամեն սերունդ իրեն հadoop փանդով իր շղթաներով կապված է երբեմն մեր վախերը մեր փանդերն են երբեմն աբակայի անորոշությունը մեր փանդերն են եւ շատ անգամ դնդեսական դժվարությունը մեր փանդն է բادرազներու հիշողությունները մեր փանդն են եւ արդակին քաղցը ցավը նաեւ փանդեր են մարդիկ որոնք գործընծուցած են վավան նկատմամբ վստահությունը եւ ապահովությունը այս իրենց համար փանդ է մենք երբեք այսքան կապված չենք իրարու հետ բայց նույնադեն երբեք այսքան միայնակ եղած չենք մենք երբեք այսքան դերեկություն չենք ունեցած բայց երբեք այսքան շփոթած ցանկեր չեն գաբրած երբեք այսքան ցայներ չէ խոսած մեր երիտասարդներուն զանազան աղբյուրները բայց երբեք այսքան դժվար չէ եղած բարի հովիվին ցայնը լսել եկեղեցին եւս սիրելիներ ունի իր փանդը եկեղեցին որուն անդամ ենք մենք պիտի տեսնենք որ անիգա նաեւ ունի իր փանդը հավանաբար եկեղեցին իր գարույցներով գսպանվի եկեղեցին իր ծրագիրներով եւ վարչական կորձերով եւ գմորնա այն գոչումը որ Աստված գանչած է իր եկեղեցին Կարելի է այսքան սիրել անցյալը կարելի է իշել 180 տարվա մեր փառահեղ պատմությունը կարելի է սիրելիներ աբական մորնալ եւ հետեւյալ հարցումը անդեսել որ ինչ աբակա ունի եկեղեցին Եկեղեցին աբական Քրիստոսի հավատարմությունն է Եկեղեցի աբական Աստուծո հաստատ հիմն է որ մեզի համար արդեն ներկայացված է Կարևոր է որ մենք անդրադառնանք թե մեր դեսագավոր փանդերուն մեջ ազատ արձակողը մեզ Քրիստոսի հարուցյալ զորությունն է եւ այժմ այստեղ Բողոս Արաքյալ գսե մեծ դան մեջ Բազմաթիվ անոթներ կան, չսեր պալատներու մեջ բազմաթիվ անոթներ կան, քանի որ անիկա գխոսի ոսկի անոթներու մասին, գխոսի արձածի անոթներու մասին, ուրեմն բալադական անոթներու մասին գխոսի։ Ոչ, ինչու համար անիկա չի խոսիր գարույցներու մասին, անիկա գսե դուն։ Եթե դուն է, ուրեմն մենք պիտի գիտնանք, որ դուն է, որովհետև Աստված ընտանիք կփնտրե։ Դունին մեջ ընտանիքը գաբրի միասին Ուրեմն ընտանիքը ամենակարևոր բանն է այստեղ Աստված ընտանիք ունի եւ Աստված իր ընտանիքին հովանի է անոր մեջ բոլորս կփնագենք իր շնորհքով բայց նույնադեն բոլորս կդարբերվենք մեր կարողություններով Հիշեցնենք իրարու եթե Աստված մեր կարողությունները պիտի տեսներ եւ եթե մեր կարողություններով պիտի թադեր Այնադեն մենք ավելի կարողություններ զարգացնելու արհեստավարժական մեթոդներու պիտի հետևեինք բայց Աստված հետաքրքրված չէ մեր կարողություններով որովհետև եթե կարողություններն են կարևորը այնադեն քու կարողություններով կատարելի գործերը գտարնան կարևոր Աստված կսե իմ գործս է կարևոր Աստված կսե ես եմ կարևոր ես հիմա կփնտրեմ անոթներ որոնց միջոցով իմ գործս կկատարեմ Մենք շվարինք երբեմն եկեղեցի մեջ կգարձենք լավ skills եթե ունենանք, եթե լավ կարողություններ ունենանք, լավ միջոցներ, լավ նյութական աղբյուրներ, ավելի լավ գործ կնե եկեղեցին։ Սիրելիներ Աստծո քաղաքականությունը, Աստուծո ռազմավարությունը, ստրատեգին ադիգա չէ եւ այդպես չէ, Աստված կփնտրե սրբված մարդեր, որբեսի անոնց միջոցով Աստված իր հավիտենական գործը շարունակե Արդյոք մենք Աստուծո ցերկերուն մեջ
բիտանի ամաններ պիտի ըլլանք, շատ անգամ Աստծուց մեկը խնդրենք կարողություններ, բայց Աստված կսե կարողություններն ավելին ինձ համար պետք է քու սիրտը, քու սրտի մաքրությունը, քու մտքի մաքրությունը, հոսե որ ես կտեսնեմ հայ ավետարանական եկեղեցվո ճշմարիտ ժառանգությունը, որ մեզի հասած է։ Ուրեմն մենք այս փոխված սրդի, մաքրված սրդի սկզբունքը ընդունենք որպես ժառանգություն եւ այս ժառանգությունով մենք շարունակենք։ Բնականաբար գհիշենք 1846 թվականը, գհիշենք մեր նախնիները, գհիշենք մեր դպրոցները, գհիշենք մեր հրադարակչական գետրոնները, գհիշենք մեր գրթական եւ ասկային ծառայությունները։ Այս բոլորը իրեն ժամանակին Աստված հրավիրեց որբեսի իր բտուղը դա, բայց այսօր եթե մենք մեր խիղճը չենք հպատակեցուցած Աստուծո խոսքին, ու եթե այսօրվա մեր միտքը Աստուծո քոյությունով չէ շաղախված, եւ այն ադեն ինչպես պիտի ակնկալենք, որ 180 տարի ետքը այս սերունդը պիտի արձանագրե ու պիտի քրե 181 դարվան պատմությունը։ Ինչպեսի պատմություն պիտի քրենք մենք, որպես ներկա սերունդ։ Այս է մեր ժառանգությունը, սիրելիներ, մենք պատմությունով գհիանանք, այո, բայց նույնադեն Աստված մեր սերունդը կհրավիրե հավատարիմ ծառայության, Աստված կհրավիրե մեր սերունդը մաքուր խղճմտանքի, Աստված կհրավիրե մեզ ըլլալու մեր պատկանած եկեղեցիներուն մեջ անոթներ, ամաններ, բարապ ամաններ, որովհետեւ հոգին լեցնե այդ ամանը եւ Աստված կործած է հոգիներու փրկության համար, Աստված կործած է բարի կորց կատարելու համար, Աստված կործած է արդարություն կործելու համար, Աստված մեզ կործած է մեր գտնված ընկերություններու մեջ, անիրավ աշխարհի մեջ, իրավունք ընելու համար եւ աղքատին ու դնանգին դիրություն ընելու համար, որփին եւ որփեվարիին գողքին ենալու համար եւ այս բոլորը այսօր Աստված մեզ մե յուրաքանչյուրին հրավիրեսելիներ խնդիրը այդ չէ որ ես որքան կարողություն ունիմ որքան հսկայական աստեցություն ունիմ իմ ծառայած եկեղեցիս մեջ իմ պատկանած եկեղեցիս մեջ հարցումը հետեւյալն է Աստված գրնա քեզի վստահիլ քու ընտանիքդ Աստված քեզի գրնա վստահիլ եկեղեցի մեջ ծառայությունը Աստված դժվար ժամանակի մեջ քեզ գրնա կործածել մխիթարություն ըլլալու անմխիթար մեգումը Աստված եկեղեցի մեջ գրնա քեզին նոր առաքելությունը վստահիլ ինչով մտահոգված ենք մենք ինչ բաները բազմացնելու հաստատելու եւ փյուրեղացնելու յետևե եղած ենք Աստված մեր սիրտն է որ գուզե, մեր միտքը, մեր պատասխանատվությունը եւ մեր նվիրումը Աստուծո համար ամեն բան է ավելի կարեւոր է սիրելիներ, ուրեմն այսօր եկեղեցին աբական գկառուցվի այս դղոց ու աղջիկներուն միջոցով իրենց կյանքը հանցնելով աբական գճշտե Աստված այդ պատճառով Բողոս 4 բարերով կնկարագրե Աստուծո կործածելի մարդը սրբված բադվո անոթ որբես սիրով լեցված եւ մխիթարությամբ շրջապատված եթե այս է ուրեմն այսօր ես որոշում պետք է առնեմ չփավեր որ ես պատկանիմ 180 դարվա բարահեղ պատմություն ունեցող հայաստանյաց ավետարանական եկեղեցին հավա նաեւ ես այդ պատմութենեն անտին Ինձի հանցնված առաքելությունը պետք է կարենամ կործատրել ի հեջուգս ամեն տեսակի փանդարգություններու որու մեջն եմ ես ամեն տեսակի կապվածություններու որուն արչև ես կեցած եմ դեր այսօր մեզ ազատ արձակելու կհրավիրե Բողոս արաքյալ փանդի մեջ եւ շղթաներով կապված ես կգարձեմ ամենը ազատ մարդներ խոսելու Քաչալերելու, հորթորելու եւ նույնիսկ իր գապված շղթաներով եկեղեցիներ հիմնելով այսօր մենք այս ազատության մեջ այսօր մենք մեր ունեցած հնարավորություններուն դիմաց այսօր այս ջոխության մեջ
Ինչն է որ գբաքսի մեզի, բացի այն, որ Աստծո ցերկերուն մեջ ըլլամ նվիրված անոթներ, ամաններ, Սուրբ Հոգիով լեցված։ Դերոջը կորձը մենք պիտի չի պահպանենք, որովհետև Աստված ինք դերն է իր կորձին։ Եկեղեցին դերը, եկեղեցին հիմը ու եկեղեցին գլուխը Տեր Հիսուս Քրիստոսի փրկակորձությունն է սիրելիներ, ուրեմն մենք չի մտահոգվենք եկեղեցին քոյութենական պատճառով։ Մենք մտահոգվենք, թե արդյոք այդ եկեղեցին մեջ ես ինչ առաքելություն պիտի ստանցնեմ, ինչ պարտականություն դեր ինձի կրնա վստահիլ, նվիրվենք Աստուծո սիրելիներ։ Եթե գուզենք փոխված աշխարհ, եթե գուզենք ավելի արդար ընկերություն, եթե գուզենք մարդուն խիղճը իր զգայնությունը ետ վերակտնե, քեզ մե, ինձ մե, ցեզ մե ու մեզ մե շատ բան գախյալ է։ Մենք գրգված ենք աշխարհ որպես աղ եւ լույս փոփոխություն բերելու։ Եթե աշխարհը չի փոխվիր ու եթե անարդարությունները դակավին կշարունակվին, աշխարհը մի այբանեք, եկեղեցին այբանեցեք, եկեղեցին ներս նայեցեք, որբեսի տեսնենք, որ արդյոք մենք որքան բան համոզումով կգադարենք, Սուրբ Հոգին գրագով լեցված կգադարենք եւ ավելի բիտանի դառնալու համար եւ ընկերությունը խաղաղության, արդարության եւ համերաշխության վայրիմը վերածելու հերաննգարով կգադարենք։ Ուստի նորոգվենք, դառնանք անոր ցերկերուն մեջ արդարության անոթներ եւ առաքելությամբ երթանք աշխարհ։ Աշխարհը պետք ունի այս բարիլուրին, աշխարհը պետք ունի խաղաղության հաստատման, աշխարհը այսօր պետք ունի սիրելիներ արդարության, աշխարհը պետք ունի այսօր հանդուրժողականության, աշխարհը պետք ունի Աստուծո ցայնին հնազանդ ըլլալու զգայնության։ Թող դերը այսօր մեզ պատրաստ է, մեզ լեցնե, որբեսի մենք այստեղ են բարապ ցերկերով չելենք, հաբա ընդունենք, որ ես փայդե աման մնեմ, ես եղեք եմ եւ ես ինչ որ եմ Աստուծո կպատկանիմ, դեր կորձածեզիս, կորձածե իմ կարողությունները, կորձածե իմ ունեցած համեստ ներկայությունը, որբեսի քու հավատարմությունդ, քու սերդ եւ քու արդարությունդ հաստատվի բոլոր սերունդներուն մեջ։ Մեր սերունդին բարդականությունը այս է, ժառանգեցինք այս մեր նախնիներեն, եկեք ապրինք այս սկզբունքներով, որբեսի հանցնենք հաջորդ սերունդին միայն իր փառքին համար։ Ամեն։